Ճիշտ է, մայիսին հարսանիք չեք կարող անեք, բայց իմ ցույց տված տանը կարող գաք ու լավ քեֆ անեք։ Ճիշտ է, ռակը ու պիվեն չկա, բայց սաունեն կա։ Ռակն ու պիվեն էլ ձեր վրա է, դու կարեք։ Իսկ ես բասեինի մեջ կթողես լողանալ մենակ այն բարեկամներդ, ովքեր ես ջրի պես պարզ ու մաքուր կլինեն։ Ոնց որ ասում եմ, ջրեղեն ընկերներից, միսը ձեզնից, մանգալն էլ մեզանից, խորովածի շիշել ենք տրամադրում։ Ես հատուկ եմ ձեր համար սենց մեծ տուն ցույց տալիս, սենց մեծ տաղավարով, որ ձեզ սաղ ազգը ստեղքա տեղավորվի։ Դե Սարգսյանների ազգը մեծ է, չէ՞ նույնիսկ։ Մի հատ լավ բան ասեմ, այս սեղանի թենիսով ում հաղթեցիք, հաջորդ հանգիստը իրա վրա է։ Նայ վերջանկում եմ ցույց տալի։ Հասկացար, չէ՞։ Նայեք, ստեղ երեխեքի համար նախատեսված խաղահրապարակել ունենք, ձեր ներվերը չեն ուտի կգան ստեղ իրենց համար կխաղան հանգիստ։ Այդ ձեր ազգի են մեծ տղամարդկանց էլ, տարիքով էլ իհարկե, չափսով չէ։ Կթողեք թող ստեղ իրենց համար բլոտ խաղան։ Լավ է, չէ՞ մեծ ազգ ունենալը։ Չես դրա լավ է որ։ Հետո ստեղ սալատ սարքելու ժամանակ է սիրուն տեսանով հանկարծ չի հիանալ։ Թե չմոռանալու շատ եք աղի անելու, անկապ թեմա է դառնալու ձեր մեջ։ Այս մեր 7 սենյակներից մեկն է, ստեղ գիշերվա մինչև 16 անց։ Տուն այդքան մեծ է, որովհետև գիտեմ, որ քո հարազատների մեջ քեֆչի խմողներ կան։ Խմեն կմնաս այդ մարդիկ։ Իմ հետևում խարույկի զոննան է, իսկ ստեղ ես եմ նստած։ Ու ասում եմ, եթե ուզում եք ես մեծ հսկայական առանձնատուն ամրագրեք, գնում եք ամառանոց EM-ին։